Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն փետրվարի 11-ն է և այսօրվա հաղորդման մեջ հիմնականում անդրադառնալու ենք JD Vance-ի այցին Ադրբեջան, Հայաստանից էլ ունենք խոսելու, բնականաբար, քանի որ վերջում մինչև մեկնել Հայաստանից JD Vance-ը մի շարք կարևոր հայտարարություններ արեց, դրանից բացի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը երևի տեսաք հանրային հեռուստաընկերությանը և դրանից ելնելով կարևոր անդրադարձներ ունենք անելու, դրանից բացի համեմատություններ ենք անցկացնելու զուգահեռներ, թե ինչ հանդիպումներ էին, ինչ որակի Հայաստանում և Ադրբեջանում։ Կարծում եմ այդ համեմատությունը մեզ պետք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ մակարդակի են հայ-ամերիկյան հարաբերությունները և ինչ մակարդակի են ադրբեջան-ամերիկյան հարաբերությունները։ Նախքան հաղորդումը սկսել, անպայման հիշեցնեմ լայքերի համար, երբ որ չեմ հիշեցնում, լայքերի թիվը միանգամից նվազում է, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ արձագանքում են։ Նաև բաժանորդագրվեք, դա ևս մեզ համար կարևոր է, նաև ձեզ համար կարծում եմ կարևոր է, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։ Եթե չդնեք զանգակը, կարող է մի օր նույնիսկ ձեր բաժանորդագրված լինելը չօգնի և դուք չգտնեք մեր հաղորդումները։ Սկսենք Հայաստանից և կարևոր է նշել, որ հիբրիդային պատերազմը նույնիսկ այս օրերին շատ ակտիվ էր մղում ընդդեմ Հայաստանի և լավը փորձում էին վատ ներկայացնել։ Ներդրումների մասին այդ հայտարարությունների աղավաղումներ եղան, սուտ տեղեկություններ և դա մեզ հուշում է, որ ոչինչի դեմ այդ մարդիկ, այդ կառույցները, նույնիսկ պետությունները չեն կանգնի, նույնիսկ լավը ներկայացնում են որպես վատ, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի հասարակությունը լավին էլ վատ սկսի վերաբերվել։ Իսկ ներդրումները արվելու են, դա JD Vance-ը իրոք հայտարարեց և մենք տեսնում ենք շարունակությունը, երբ NVIDIA-ի փոխտնօրենը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շատ կարևոր հանդիպում էր և մեզ համար հստակ պարզ է դառնում, որ 4 միլիարդ դոլարի ներդրումը դա գալիս է NVIDIA-ից, այսինքն առաջին փուլով 500 միլիոն դոլար էր։ Եվ հիմա տեսնում եք քանի անգամ է աճել այդ ներդրման թիվը, դառնալով 4 միլիարդ դոլար։ Սա միայն NVIDIA-ն է։ Մնացածը արդեն ատոմային էներգիայի մեջ է ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, TRIP-ի մեջ և ընդհանուր, եթե հաշվենք, ես կարծում եմ, որ JD Vance-ը ճիշտ էր, երբ ասում էր, որ մեծ գումարներ և մեծ ներդրումներ են գալու Հայաստան։ Հիմա կոնկրետ թիվը հաշվել բավականին բարդ է։ Ասում են սխալ թարգմանություն է եղել 5 միլիարդ, հետո էլի 4 միլիարդ, իրականը դա չէ։ Մենք հաստատի ունենք հայտարարություն այն մասին, որ NVIDIA-ի 500 միլիոնից 4 միլիարդի է հասնում ներդրումները։ Եվ դրանից բացի TRIP-ը, որը որ ամբողջովին իրականացվելու է Հայաստանի տարածքում, մեծ ներդրումներ է պահանջում, այսինքն փողը գալիս է Հայաստան, այդ ներդրումները գալիս են Հայաստան, հայ մասնագետներ են ներգրավվելու, ճիշտ է ուրիշ երկրներից էլ են գալու, բայց հիմնականում տեղացիները աշխատանք են ունենալու։ Այդպես էր նաև Վրաստանում, երբ որ անցկացնում էին Բախմուտ-Թբիլիսի Ջեյհանը, ով որ հող ուներ, այդտեղ շահեց և տեղացիները ներգրավվեցին աշխատանքի մեջ սկզբնական փուլում, հետո էլ ոմանք մնացին աշխատանքի, այսինքն սկզբնական փուլում շատ աշխատատեղեր են բացվում, իսկ հետո երբ որ արդեն ծրագիրը ավարտվում է և հանձնվում է շահագործման, մի փոքր նվազում են աշխատատեղերը, դա բնական է, երբ որ կառուցում ես մի բան, ավելի շատ աշխատատեղեր են պետք։ Իսկ NVIDIA-ի մասով դա այն ծրագիրն է, որ օրեցօր միայն ու միայն աճելու է։ Հստակ ասում եմ, որ աշխարհում կա նման 4 կլաստեր և Հայաստան այդ 4 երկրների շարքում է։ Այսինքն 0-ից մենք միանգամից հայտնվեցինք այդ 4 կարևոր երկրների շարքում NVIDIA-ի։ Իսկ NVIDIA-ն ես մեկ անգամ չէ որ հայտարարել եմ աշխարհի ամենահարուստ ընկերությունն է։ Եթե սխալվում եմ, կարող է ընկերություններից մեկն է, բայց որքան գիտեմ ամենահարուստ ընկերությունն է NVIDIA։
4 միլիարդ դոլարը իրենց համար մեծ փող չէ, եւ եթե իրենց ներդրումը արդարացվի Հայաստանում այս 4 միլիարդ դոլարը, ես համոզված եմ, որ մի քանի տարի անց այն կտասնապատվի։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Այսինքն մեր ալիքում մենք ինչ որ խոսում էինք տարիներ առաջ, 3 տարվա պատմություն ունի մեր ալիքը, ես միշտ երազանքով էի խոսում, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները խորանան, Հայաստանը մերձենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դառնա այս տարածաշրջանում երկրորդ Իսրայել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մենք երազանքի նման մի ձևով խոսում էինք այս մասին, սակայն այսօր կարող ենք տեսնել, որ դա դառնում է իրականություն։ Հստակ դա դառնում է իրականություն եւ անկեղծ ասած իմ հոգին ցնծության մեջ է, հույսով եմ նաեւ ձերը, քանի որ տեսնում եմ լավ ապագա։ Հայաստանի համար լավ ապագա։ Աղքատ երկրի հետ չէ, որ Հայաստանը հույսեր է կապում, որից որ ավելի աղքատ վիճակում կլինի ինքը Հայաստանը։ Մենք դա տեսանք 30 տարի, բավական է։ Շատ կարևոր են այդ ներդրումները, շատ բան է փոխվելու Հայաստանում, ու ես կարծում եմ, որ նույնիսկ Սփյուռքից մեր հայրենակիցներից շատերը ապագայում կմտածեն, թե ինչպես կարելի է գալ եւ հաստատվել Հայաստանում իրենց երազանքը իրականացնելու համար։ Տնտեսությունը շատ մեծ կարևորություն ունի, բարձր տեխնոլոգիաները նույնպես, բայց դա իր հետ բերում է նաև անվտանգություն, Փաշինյանն էլ է դրա մասին խոսացել։ Ընդհանուր առմամբ մեկ պահ կար, որ մի փոքր տխուր էր J.D. Vance-ի այցից, դա ձեռնակաբերդ այցելելներ, նրա գրառում կատարել է, դրանից հետո ջնջել է։ Հասկանում եմ, որ իրենք չեն ուզում զայրացնել թուրքերին, երևի թուրքերից սպասում են, որ հիմա արագ Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, դրա համար այդ կերպ վարվեցին, բայց դա վայել չէ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դա էլ պետք է իրենց հասկացնել, երկրորդը բացահայտեցին այն, որ բարձրաստիճան պաշտոնյա է խնդրել, Փաշինյանն է խնդրել, Հայաստանի իշխանություններն են խնդրել, որպեսզի նա այցելի Ծիծեռնակաբերդ, այնինչ պրոտոկոլով կարծում եմ պետք է որ այցելեր ինքը Ծիծեռնակաբերդ։ Ներքին առումով լավ է, թող տեսնի Հայաստանի հասարակությունը, որ Փաշինյանը ինքն էլ է անձամբ խնդրում, կարևորում, որ Վենսը այցելի Ծիծեռնակաբերդ, քանի որ հակառակն են միշտ փորձում տարածել։ Իսկ ես դրանում երբեք կասկած չեմ ունեցել, որ Փաշինյանը կարող է խնդրել, հորդորել, որ այցելեք Ծիծեռնակաբերդ։ Ուղղակի այս պայմաններում, երբ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի ունենում, հասկանալի է ինձ թե Հայաստանի քաղաքականությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց շատ արագ այդպիսի որոշումներ կայացնելն մեկ-մեկ վնաս է հասնում։ Այսինքն, եթե գրառումը կատարել ես, պետք է հետևողական լինես եւ թողնես, որպեսզի չվնասես նաեւ այդ գործընթացին, միջազգային ճանաչման գործընթացին։ Վաղը միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադառնալու է այս հարցին, ցեղասպանության հարցին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը։ Մի ձևով այսպես կարևոր է նաև այն, որ Վենսը հաստատեց նաև այն, որ իրեն խնդրել են փաստացի գերիների հարցը բարձրաձայնել Բաքվում։ Դա էլ չափազանց կարևոր էր։ Կարծում եմ մի քանի խոսքով կարևոր է անդրադառնալ Փաշինյանի երեկվա հարցազրույցին, հետո նոր արդեն քննարկենք, թե ինչ տեղի ունեցավ Բաքվում, ինչ հանդիպում էր, ինչ որակի հանդիպում էր։ Փաշինյանի հարցազրույցը տարբեր մասերի է պետք բաժանել։ Եկեղեցու մասին կարծում եմ շատ կարևոր է նրա հայտարարությունը, որ արդեն եկեղեցու միջոցով են որոշ գումարներ մուտք գործում Հայաստան, որպես ինչ որ բաներ իրականացվեն, կոնկրետ ընդդիմադիր կառույցի է վերածվել հայ առաքելական եկեղեցին, ցավոք սա այսպես եմ ասում, բայց ես հասկանում եմ, որ սա հայ առաքելական եկեղեցին չէ, այլ հայ առաքելական եկեղեցու պաշտոնը զբաղեցրած որոշ ռուսամոլ ինչ որ հոգևորականներ։ Ես ոչ ռուսամոլ եմ, ոչ ամերիկամոլ եմ, ոչ եվրոպամոլ եմ, դրա համար եմ հստակեցնում։ Հայ մարդը պետք է լինի հայ,
պետք է հիմնվի իր երկրի ազգային եւ պետական շահերի վրա։ Այս նաեւ Վրաստանի քաղաքացի եմ եւ ես Վրաստանի շահը Հայաստանի շահից չեմ տարանջատում։ Հստակ կարող եմ բացատրել լավ համոզիչ ձևով բացատրել, թե ինչի Վրաստանի եւ Հայաստանի շահը մեկն է։ Բայց այդ ռուսամերիկները չեն կարող դա անել։ Սակայն նույն ժամանակ շատ կարևոր է, որ կապ չունի դու ապրում ես Ռուսաստանում, Վրաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում, եթե հայ ես, ապա դեմ չգնաս, կոնե դեմ չգնաս քո հայրենիքի, քո Հայաստան պետության շահերի դեմ։ Բայց դա չեն ուզում հասկանալ այդ որոշ բարձրաստիճան հոգևորականները եւ հիմա սկսել են արդեն ավելի մեծ գումարներով անդիմադիր խաղալ եւ փոխել Հայաստանի քաղաքական դաշտը, բայց չի ստացվի դա իրենց մոտ։ Մյուս կողմից ես միշտ վերջերս հատկապես սկսել եմ մեղադրել Հայաստանի իշխանություններին, որ իրենք սկսել են խաղի վերածել, քաղաքական խաղի վերածել այն ամենը, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ։ Դա շատ վտանգավոր է, թե հայ առաքելական եկեղեցու համար, թե Հայաստանի պետականության համար։ Խնդրում եմ վերջ տվեք եւ արեք ամեն ինչ, որպեսզի կարողանանք շատ արագ լուծել գոյություն ունեցող այդ խնդիրը հայ առաքելական եկեղեցու մեջ։ Վաղը ուշ կլինի։ Զգուշացնում եմ հստակ, վաղը շատ ուշ կլինի։ Շարունակելով Փաշինյանի հարցազրույցի թեման, Փաշինյանը չէր թաքցնում իր ուրախությունը ամերիկյան ներդրումների համար, նաև բացայբաց խոսում էր այն մասին, որ եթե 100 տարով TRIP ծրագրի մասին, ծրագրի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվում, ապա դա նշանակում է, որ Հայաստանը 100 տարի, առնվազն 100 տարի գոյատևելու է, լինելու է որպես անկախ պետություն։ Ես էլ եմ դրա մասին մտածել։ Եվ սա կարևոր երաշխիքներից մեկն է, ամենահիմնականը չլինի, թող սա, բայց կարևոր երաշխիքներից մեկն է։ Nvidia-ի ներդրումները նույնպես շատ կարևոր երաշխիք են։ Մոդուլային ատոմակայանների կառուցումը նույնպես, բայց դուք պատկերացրեք Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպիսի տասնյակ ծրագրեր կարող է ապագայում իրականացնել Հայաստանում։ Կրկնեմ, մենք ընդամենը 2-3 տարի առաջ երազում էինք, թե ինչ հարաբերություններ կարող ունենանք Միացյալ Նահանգների հետ, իսկ 3 արդեն համոզվեցինք, որ նույնիսկ ռազմական համագործակցություն է հնարավոր ծավալել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Շատ լավ էր նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերություններին, երկաթգծերի մասով էլ անդրադարձ եղավ։ Ռուսները ունեն պարտավորություն, դա թող կառուցեն այդ երկաթգիծը։ Բայց ամենակարևորը այն է, որ Փաշինյանը ասաց, որ Ռուսաստանի դեմ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ձեռնարկում։ Ինքը լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, Միշուստինի հետ։ Տարբերությունը ուզում եմ, որ տեսնեք սիրելի հայրենակիցներ։ Տարբերությունը Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականության կամ նույն Ուկրաինայի քաղաքականության, Մոլդովայի քաղաքականության, եթե իրենց սխալ հայտարարություններով այդ երկրների ղեկավարները, այդ երկրները ամեն ինչ անում էին, որպեսզի թիրախավորեն իրենց երկիրը եւ հաճոյանան Արևմուտքին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոպային, զգացմունքների վրա էին աշխատում նաև իրենց հասարակության, ապա շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը նման ճանապարհ չի ընտրել։ Այսինքն իսկական հայրենասեր է եւ հասկանում է, որ եթե ինքն էլ ընտրի այդ ճանապարհը, ապա մեծ աղետ է բերելու Հայաստանի գլխին։ Եվ դրա համար այդ ծևի քաղաքականություն է վարում։ Դրանից բացի նաև մեկ պարզ ճշմարտություն է հասկանում, որ ինչ էլ անես, Ռուսաստանի Դաշնությունը մնալու է իր տեղում, շատ հեռու չէ, եւ ինչ որ հարաբերություններ պետք է ունենալ։ Եվ դրա համար այդպես է ասում Փաշինյանը, բայց նույն ժամանակ մի շատ կարևոր շեշտադրում է անելու, որ ճիշտ է Ռուսաստանի դեմ մենք ոչինչ չենք անի, բայց մենք առաջնորդվելու ենք մեր ազգային եւ պետական շահերով։ Մեր ազգային ու պետական շահերով։ Դա նշանակում է այն, որ այն տեղերում, որտեղ որ չեն համընկնի Հայաստանի ազգային ու պետական շահերը Ռուսաստանի ազգային ու պետական շահերի հետ,
Մենք ոչ թե կառաջնորդվենք իրենց ազգային ու պետական շահերով, այլ մեր ազգային ու պետական շահերով։ Բայց այդպես կառաջնորդվենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում, Եվրամիության պարագայում եւ մնացած երկրների հետ հարաբերություններ կառուցելիս։ Ես գիտեմ, որ շատերը, լավ շատերը չասենք, գոնե մի մասը մեր լսարանի սիրում է, երբ մեկ երկրի հայում ես կամ մեկ անձի հայում ես, դուք մեր ալիքում նման բան չեք գտնի, սիրելի հայրենակիցներ։ Մենք հավասարակշռված, չափած ձևած հաղորդումներ ենք վարում, եթե նկատել եք, որպեսզի կարողանանք օգուտ տալ մեր հայրենիքին։ Եվ մեր մոտ բամբասանքներ չեք գտնի։ Բամբասանքներ չեք գտնի, զգացմունքների վրա ես չեմ ցանկանում աշխատել։ Միգուցե եթե այդ կերպ առաջնորդվեի, մեր դիտումները մի քանի անգամ ավելի լինեին։ Ես դրանում համոզված եմ, բայց դա իմը չէ, եւ ես համոզված եմ, որ դա վնասակար է նաեւ Հայաստանի Հանրապետության։ Դրա համար այս ձև եմ վարում մեր քաղաքականությունները։ Կրկնեմ, այսպիսի այցի որակի մասը մենք կարող ենք միայն երազել տարիներ առաջ։ Կարող ենք երազել, որ Nvidia-ն այդպիսի մեծ ներդրումներ աներ Հայաստանում, այդքան կարևոր համաձայնագրեր սկսվեին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ռազմավարական հարաբերությունների այդ փաստաթուղթը փաստացի կարևոր հիմք հանդիսացավ հետագայում լավ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Եվ այդ շենքը դեռ նոր է կառուցվում։ Եվ այլևս մեկ երկրից Հայաստանը երբեք կախված չի լինի։ Եվ մեկ կարևոր բան էլ հետո արդեն խոսենք Ադրբեջանից։ Ես երեք տեսա Պաշտպանության նախարարության տարածած այդ տեսահոլովակը, որտեղ որ հայկական սահմանակետերը շատ գեղեցիկ ձևով ներկայացված էին։ Շինություններ, որոնք որ իրոք կարող են լուրջ պաշտպանություն իրականացնել սահմանում։ Սարերում բետոնյա մեծ ահռելի շինություններ, որոնք որ գետնի տակ շատ ավելի մեծ են, շատ լավ որակով կահավորված, բարձր տեխնոլոգիաներով նույնպես իրար հետ կապված, եւ ես հիշում եի այն կանսերվայի ղութիկները, որոնք որ կային Արցախում, այն փորված խրամատները, որոնք որ անվադողերով էին պաշտպանված եւ հիմա այս կահավորված սահմանակետերը, ճիշտ է, ահռելի գումարներ են դրանք եւ ամբողջ սահմանը չէ որ դրանցով պաշտպանված է, տարիներ են պետք, տասնյակ տարիներ են պետք, որ ամեն տեղ մենք ունենանք նման լուրջ հենակետեր, փաստացի փոքրիկ բազաներ երկրի սահմաններում, երկրի կարևոր սահմանակետերում, դա բավականին երկար ժամանակ կպահանջի, բայց շատ մեծ գործ է արդեն արվել։ Համեմատելի չէ։ Ընդհանրապես չես կարող համեմատել նախկինի հետ, որովհետև նախկինում ոչինչ չկա, որ դրա հետ համեմատես, չկար ոչինչ, որ դրա հետ համեմատես։ Եվ դա նույնպես իրոք շատ ուրախալի է։ Բանակցությունները ճիշտ է վարվում են խաղաղության շուրջ, երեք Փաշինյանն էլ շատ երկար խոսեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության այդ բանակցություններից, որ հնարավոր է շատ շուտ նաեւ հասկացրեց կնքվի խաղաղության պայմանագիրը, նաեւ ցարելով այն ապատերի կատավությունը, թե Հայաստանը զիջելու է տարածք Ադրբեջանին, հստակ ասեց, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան կիրականացվի եւ Ադրբեջանի կողմից գրաված տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, դա եւս շատ կարեւոր էր։ Կարծում եմ հիմնականում այսքանը Ադրբեջանում J.D. Vance-ի այցից կարող եմ առանձնացնել այն, որ Ադրբեջանի համար ամենակարևորը այն էր, որ իրենք վերջապես կարողացան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հասնել նրան, որ իրենք էլ ունենան ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը կարող է տարբերվել Հայաստանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների ունեցած փաստաթղթից, բայց կարևոր է հասկանալ, որ դեռ այդ հարաբերությունների հիմքերը իրենք նոր են սկսում գցել, իսկ մենք արդեն այդ հիմքը 1 տարի առաջ գցել ենք, մի քիչ փոքր ավել, եւ արդեն նույնիսկ շենք ենք սկսել կառուցել այդ հիմքի վրա։ Դրա համար Ադրբեջանը բավականին հետ է եւ Ադրբեջանը փաստացի խնդրում էր J.D. Vance-ին, նախագահ Ալիևը, որպեսզի նման ներդրումներ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ իրականացնի Ադրբեջանում։
բարձր տեխնոլոգիական ներդրումներ։ Բայց արիք չմոռանանք նաև այն, որ J.D. Vance-ը շատ հատուկ ձևով շեշտեց Հայաստանում, որ ամեն երկրի չէ, որ իրենք տրամադրում են այդպիսի բարձր տեխնոլոգիաներ։ Ես կարծում եմ այդ ուղերձը նաև ուղղված էր Ադրբեջանին, որ իրենք դեռևս չպետք է ինչ-որ հույսեր ունենան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպիսի ներդրումներ է անելու Ադրբեջանում։ Ժամանակը կգա, կարող է եւ անեն, բայց կարող է եւ չանեն։ Հայաստանը միանշանակ շատ առաջ է լինելու այդ հարցում։ Ճիշտ է, եթե մենք շարունակենք խելացի քաղաքականություն վարել եւ չանենք այնպես, որ այդ ընկերությունները ուղղակի փախնեն Հայաստանից։ Հայաստանում դա էլ կարող են անել, ես գիտեմ, ցավոք սրտի, այնպիսի պայմաններ կարող են ստեղծել, որ այդ ընկերությունները թողնեն եւ փախնեն Հայաստանից։ Հայտարարություն եւ մեծ աղետ կլինի։ Դրա համար հույսով եմ Հայաստանի իշխանությունները հասկանալով այդ ամենը, պետք է հակառակը ստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի այդ ընկերությունները գան, հաստատվեն Հայաստանում եւ իրենց շատ կոմֆորտային զգան, որպեսզի կարողանան շատ ավելի ներդրումներ անել։ Դրանից բացի շատ հետաքրքիր է, որ Ալիևը չի բաց թողնում պահը ամեն անգամ շեշտել Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության մասով։ Փորձում էր կրկին գովել Թրամփին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իրենց քաղաքականությանը եւ ասում էր, որ դա հնարավոր դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ։ Կարծես Ամերիկայի Միացյալ Նահանգները մոռացել են, որ հենց Ադրբեջանը չէր ուզում գնալ խաղաղության եւ խոչընդոտում էր եւ ինչպես մոռացել էր ինքը իրենց ստիպեցին, որ գնա եւ ստորագրի վերջապես այդ փաստաթուղթը։ Հիմա դրա համար շնորհակալություն է հայտնում Ալիևը, խոսում է թրիփի մասից, խոսում է այն մասին, թե ինչպես բացել է հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես նավթ է ներկրում Հայաստան, չի խոչընդոտում ցորենի ներկրմանը եւ այդպես շարունակ եւ երկար խոսում է թրիփ ծրագրից։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ եւ եթե կարճ ասեմ, համեմատելի չէ J.D. Vance-ի այցը Հայաստան եւ J.D. Vance-ի այցը Ադրբեջան։ Հայաստանը մի քանի քայլ առաջ է հայ-ամերիկյան հարաբերություններում, քան Ադրբեջանը իր հարաբերություններում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Անցնենք մնացած թեմաներին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասով կարող եմ ասել, որ Financial Times-ը ասում է, որ Ամերիկայի վարչակազմը սկսել է լուրջ ճնշումներ գործադրել Ուկրաինայի վրա, Զելենսկիի վրա, որպեսզի Զելենսկին համաձայնվի նախագահական ընտրություններին եւ հանրաքվեի դնի տարածքների հարցը։ Թե որքանով սա համապատասխանում է իրականության, չեմ կարող ասել, բայց նաեւ տեղեկություններ ունենք, որ երեք Լավրովը էր առաջորներ, բայց Լավրովը այս երկու օրը հայտարարություն է արել եւ ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս ունեն, որ իրենք ճնշում կգործադրեն Ուկրաինայի վրա, նման մի բան չեն կարող կամ ճնշում գործադրել, այսինքն բողոքվել է, սրտներել է Լավրովը եւ ակնկալում է, որ Ուկրաինայի վրա ճնշում կգործադրի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի Ուկրաինան համաձայնվի այդ պայմաններին։ Այսինքն Financial Times-ի տեղեկությունները հնարավոր է եւ ճիշտ լինեն, հնարավոր է, ես չեմ բացառում։ Դրանից բացի Դիմիտրի Պեսկովը ասել է, որ Մոսկվան եւ Փարիզը պահպանել են իրենց կապերը, որոնք ցանկության դեպքում կարող են օգնել շատ արագ կերպով հաստատել շատ բարձր մակարդակի երկխոսություն։ Նաեւ նա ասել է, որ Կրեմլը նկատի է առել Մակրոնի դիտարկումները Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, ու Մոսկվան դա ողջունում է։ Ես ճիշտ ասած ցանկանում եմ, որ մի փոքր լարվածությունը նվազի Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոպայի միջեւ, դա մեզ միանշանակ օգուտ է բերելու։ Եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտը կարգավորվում է, ապա լավ կլինի մի փոքր կարգավորվեն հարաբերությունները նաեւ Եվրոպայի հետ, որպեսզի ռուսները մեզ չթիրախավորեն, շատ ուղիղ ասեմ։ Հակառակ պարագայում ռուսները կսկսեն նաեւ այդ թվում փորձել մեզ թիրախավորել, չնայած
այն պայմանավորվածություններից հետո, որը որ Հայաստանը ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որոնք որ հիմա կվերածվեն արդեն շատ լուրջ գործնական քայլերի, դա շատ դժվար կլինի Ռուսաստանի Դաշնության համար, նաև դժվար կլինի նրա պատճառով, որ Հայաստանի իշխանությունները շատ ճիշտ, հետաքրքիր, ճկուն քաղաքականություն են վարում, թույլ չտալով Ռուսաստանին ինչ-որ ագրեսիվ շատ լուրջ գործողությունների դիմել ընդդեմ Հայաստանի։ Մեր մոտ մի հատ արտահայտություն կա. կատվի պետք է եղունգները կտրես, որ չկարողանա ճանկել։ Իրանի մասով Թրամփը Իրանի մասով նոր հայտարարություններ է արել, ինչը ինձ հուշում է, որ պատերազմը կարող է եւ տեղի ունենա։ Նա ասում է, որ Իրանի շուրջ բանակցությունները ընթանում են, իր կարծիքով ուզում է Իրանը գործարք կնքել, մի քանի անգամ հայտարարում է, կարծես առաջին հայացքից գոհունակությամբ է այդ հայտարարությունը անում, բայց այստեղ մեկ կարևոր պահ կա, որ նա ասում է հստակ, որ բանակցությունները վարվում են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կարևոր է ինչպես ատոմային ծրագիրը Իրանի, այնպես էլ հրթիռային ծրագիրը։ Իսկ մենք տեսնում ենք եւ գիտենք, որ Իրանը այս պահի դրությամբ չի ցանկանում բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ։ Չի ցանկանում հրաժարվել իր բալիստիկ հրթիռներից։ Դրանից բացի տեղեկություններ կան, որ վաղը արդեն Միացյալ Նահանգներ են մեկնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը որ հանդիպում կունենա նաև Թրամփի հետ։ Եվ ահա նաև J.D. Vance-ի այցը հարավային Կովկաս, Հայաստան եւ Ադրբեջան ավարտվում է, այնպես որ այս գալող շաբաթ շատ կարևոր իրադարձություններ են սպասվում, կարծում եմ, Իրանի շուրջ։ Եվ երկու հիմնական լուծում կա, երկու հիմնական ճանապարհ կա, ավել չեմ տեսնում, կամ բանակցությունները արդյունք են տալիս, ինչը շատ քիչ հավանական է, կամ պատերազմ է տեղի ունենում։ Եվ դրա մասին է վկայում այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև նոր, կարծես արդեն երրորդ, եթե չեմ սխալվում, ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք եւ բազմաթիվ ինքնաթիռներ, F-35 ինքնաթիռներ։ Այս բայդարությամբ այսքան հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։